Առողջության համընդհանուր ապահովագրությունը տարածվում է նաև սոցիալական փաթեթի շահառուների վրա, ինչի համար ծրագրում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Armenpress-ի մամուլի կենտրոնում հաճախ տրվող հարցերին պատասխանել են առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչները։ Սոցփաթեթի շահառուները ստանալու կամ օգտագործելու համար իրենց գումարը պարտադիր չի, որպեսզի անցնեն բժշկական կանխարգելիչ հետազոտությունը, դա առաջին կետը։ Երկրորդ կետով ուզում եմ տեղեկացնել, որ 201,000 եւ ավել ստացող սոցփաթեթի շահառուները կարող են մեկ անգամ դիմում գրել իրենց գործատուին եւ իրենց հասանելիք ամսական 6000 դրամը եւս փոխանցել որպես ապահովագրավճար, ինչպես գիտենք 201,000 դրամ ստացող եւ ավել շահառուների կողմից մասամբ ապահովագրավճարը սուբսիդավորում է պետությունը, այսինքն սուբսիդավորում է զինապահից, այսինքն 5500-ի փոխարեն 4500-ը ուղղվելու է հիմնադրամին, եթե սոցփաթեթի շահառուները մեկ անգամ դիմում են գրում գործատուին եւ 6000 դրամը եւս ուղղվում է դեպի հիմնադրամ եւ իրենց աշխատավարձից գանձվելու է ընդհանուր 300-ական դրամ։ Այն մարդիկ, ովքեր ստանում են 200,000 կամ դրանից քիչ աշխատավարձ, շարունակելու են բուժզննում անցնել սոցփաթեթի շրջանակում, իսկ 200,000 եւ ավելի ստացողները կարող են ընտրել իրենց տրամադրվող ամսական 6000 դրամն օգտագործել ապահովագրավճարի, թե հիպոթեքի, ուսանողական վարկի մարման կամ հանգստի համար։ Եթե դու այդ 6000 դրամը չես ուղղում ապահովագրավճարը դեպի, ստացվում է, որ քեզանից քո այսպես ասած աշխատավարձից ավել գանձելու են այդ 6000 դրամը։ Այսինքն այն մարդիկ, ովքեր համարվում են սոցփաթեթի շահառու, իրենց համար 6000-ը պետությունը չի սուբսիդավորում, տալիս է իրենց սոցփաթեթի շրջանակներում, տնօրինությունը արդեն իրենցն է։ Կուզեն կամավոր դիմում կգրեն գործատուին, կուզեն ոչ։ Եթե դու ուզում ես քո սոցփաթեթի գումարը ստանաս, պարտադիր չի դու գնաս անցնես բուժզնում, բայց եթե դու ուզում ես, որ ապահովագրական քո փաթեթը գործի, այո, պարտադիր է, որպեսզի դու անցնես բուժզնում։ Դրանք երկուսը ոնց որ տարբեր կոպիտաստ ինստիտուտներ են, նա մեկը մյուսի հետ չի խաչվում։ Սոցփաթեթի շրջանակում կուտակված գումարը կանխիկացնելու համար այլևս պարտադիր չէ նախապես անցնել բուժզննում, բայց կարող են կանխիկացնել գումար նրանք, ովքեր կուտակային կենսաթոշակի մասնակից են եւ համապատասխանում են մի քանի պայմանի եւս։ Կանխիկացման չափը սահմանափակ է։ Կարող են կանխիկացնել այն գումարի չափով, որքան որ իրենք 2025 թվականի ընթացքում փոխանցումներ են կատարել կուտակային կենսաթոշակային հիմնադրամին։ Պայմանական, եթե իրենք 5 տարի չեն օգտագործել իրենց սոցփաթեթի գումարները, եւ այդ 5 տարիների ընթացքում կուտակել են 5 անգամ 72000, եւ հիմա մտածում են այդ գումարը ամբողջությամբ կանխիկացնեն 26 թվականի ընթացքում, կկարողանան միայն այն չափով, որ իրենք 25 թվականի ընթացքում կուտակային գումարներ են փոխանցել։ Միգուցե հենց ամբողջությամբ է կարողանան կանխիկացնել, միգուցե ոչ։ Իսկ եթե ամբողջությամբ չկարողանան կանխիկացնել, կարող են իրենք այդ մնացած գումարը օրինակի համար ծախսել կրկին նշածը ուղղություններով հանգիստ եւ այլն։ Շահառուներն ունեն նաև ընտանիքի անդամին ապահովագրելու հնարավորություն։ Վճարը կարող են փոխանցել իրենց սոցփաթեթից, ինչպես նաև բոլոր մեր սոցփաթեթի շահառուները, ովքեր այս տարվա ընթացքում չեն դիմում իրենց գործատուին, որ իրենց աշխատավարձի հետ զուգահեռ նաև սոցփաթեթի գումարները փոխանցվի հիմնադրամին, այլ իրենք այս աշխատավարձից են միայն փոխանցում, հաջորդ տարվա ընթացքում իրավունք ունեն իրենց սոցփաթեթի գումարներից կանխիկացնել այնքան գումար, որքան որ իրենք այս տարվա ընթացքում փոխանցել են հիմնադրամին։ Այսինքն կանխիկացման եւս մի ուղղություն է ավելացել, այն դեպքն է, երբ որ, ինչպես նշեցի, այս տարվա ընթացքում դուք ձեր աշխատավարձից եք վճարում հիմնադրամին, ոչ թե պահվում է այս տարի սոցփաթեթից, այլ ձեր աշխատավարձից է փոխանցվում, բայց հաջորդ տարի այնքան որքան որ դուք ունեիք սոցփաթեթի գումար կուտակած ձեր հաշվին եւ այնքան որքան որ դուք նախորդ տարի փոխանցել եք հիմնադրամին, այդ գումարի չափի սահմաններում հնարավորություն եք ունենալու գումար կանխիկացնել։ Սոցփաթեթի շահառուների թիվը շուրջ 130,000 է։ Ծրագրի պատասխանատուները հորդորում են նրանց ըմբռնումով մոտենալ, տեխնիկական խնդիրների դեպքում անպայման դիմել եւ ստանալ սպառիչ գրավոր պատասխան նախարարությունից։ Աննա Մելքումյան, Սյունիք, լուրեր։